Լոս Անջելեսի հայաշատ Վեննայսի ոստիկանությունը հազանգ է ստացել Քիթրիչ փողոցի և Վեննայս բուլվարի խաչմերուկում մահվան ելքով հարձակման մասին։ Նրանց ժամանելուն պես պարզվել է, որ տղամարդը արդեն մահացել է։ Տեսանյութերում երևում է մի քանի տղամարդու միջև հայհոյանքներով և ռասիստական վիրավորանքներով բարձրաձայն վեճը։ Վկաներից մեկը հայտնել է, որ կապույտ շապիկով տղամարդը վիճաբանել է մի քանի անօթևանների հետ։ Հարձակման պահը չի նկարահանվել և դեռ պարզ չէ, թե ինչպես է տեղի ունեցել բռնությունը։ Մյուս կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները ձերբակալում առնվազն 3 տղամարդու, որոնցից մեկը ըստ երևույթին ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Նոր հայտարարություններ Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության լուծման վերաբերյալ։ Թրամփը ստորագրել է համաձայնագիր, ըստ որի խստիվ արգելվում է մի քանի երկրների մուտքը ԱՄՆ։ Քիչ անց մանրամասն կներկայացնեմ երկրների ցանկն ու պատճառները։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը մի շարք վիրավորանքներ է հասցրել Թրամփի և այլ պաշտոնյա աշխատակիցների հասցեին։ Նրա թիրախից չի վրիպել նաև Մասկը։ Մի շարք ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել Լոս Անջելեսում՝ հարձակումներ, սպանություններ, վթարներ։ Ամազոնի առաքիչը վարկաբեկում է ընկերությանը պատվիրատուներից գողություն անելով։ Չեք պատկերացնի, թե ինչ է գողացել, մանրամասները շատ շուտով։ Բացի նորությունները, այսօրվա համար մեր թիմը նախապատրաստել է թարմ վիճակագրական վերլուծություն ԱՄՆ-ի աշխատաշուկայի վերաբերյալ։ Թվերով, մանրամասն վերլուծություններով կներկայացնենք, թե ինչ վիճակում է գտնվում ԱՄՆ աշխատաշուկան 2025 թվականի վերջում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր ալիքին, դա լիովին անվճար է և ձեզանից կխլի ընդամենը 1 վայրկյան։ Ի դեպ, չմոռանաք գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ ես անցնեմ օրվա թեմաներին։ ԱՄՆ-ն Ուկրաինայի և Եվրամիության երկրների հետ խորհրդակցության ընթացքում մտադիր է մշակել ինչպես ամերիկյան կողմն է ասում ամենահզոր միջոցառումների փաթեթը։ Դրանով նախատեսվում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը ապարտին հասցնելու նպատակով վերադառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների։ Ամերիկյան առաջարկը ներառում է Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, Եվրամիությանն անդամակցության գործընթացի արագացում և երկրի վերականգնման համար միլիարդավոր դոլարների հատկացում։ Միևնույն ժամանակ հնարավոր համաձայնությունը ներառում է նաև բացասական անդրադարձ Ուկրաինայի համար, քանի որ այն լայնածավալ տարածքային զիջումների պետք է գնա։ Այդուհանդերձ Կիևում և մի շարք եվրոպական մայրաքաղաքներում պաշտոնյաները մտահոգություն են հայտնում, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել գնալ ցավալի զիջումների, մինչդեռ Մոսկվան կարող է շարունակել առաջ քաշել նոր և լրացուցիչ պահանջներ։ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով արգելվում է ԱՄՆ մուտքը Սիրիայի, ինչպես նաև ևս 6 երկրների քաղաքացիների համար։ Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն սահմանափակումները վերաբերվում են նաև Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի, Լաոսի և Սիերա Լեոնեի քաղաքացիներին։ Բացի այդ, մուտքը կմերժվի նաև պաղեստինյան ինքնավարության կողմից տրված փաստաթուղթ կրողներին։ Սպիտակ տունը որոշումը հիմնավորում է տեղեկատվության ստուգման լուրջ թերություններով և ահաբեկչական սպառնալիքներից պաշտպանվելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես նշվում է, որ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում փաստաթղթերի համակարգում առկա քաոսը դարձել է սիրիացիների մուտքը սահմանափակելու հիմնական պատճառներից մեկը։ Միևնույն ժամանակ հիշեցվում է, որ անցյալ ամիս Թրամփը հանդիպել է Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարայի հետ և հրապարակավ հայտարարել էր նոր սիրիական իշխանություններին աջակցելու պատրաստակամության մասին։ Բացի ամբողջական արգելքից, ԱՄՆ-ն նաև մասնակի վիզայի սահմանափակումներ է սահմանել ևս 15 երկրի քաղաքացիների համար։ Այդ երկրներն են Անգոլա, Անտիգուա, Զիմբաբվե և այլն։ ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության հերթապահ աշխատակիցը կրակ է բացել, պնդելով, որ ճանապարհային փոքր վթարից հետո ենթարկվել է հարձակման։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանի մուտքի մոտ։
Վարչության հաղորդմամբ դեպքը գրանցվել է օդանավակայանի կենտրոնական տերմինալի մուտքի հատվածում։ Մաքսային ծառայության աշխատակիցը դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնել է, որ վթարից հետո մյուս վարորդը հարձակվել է իր վրա, ինչի ընթացքում նա մի քանի անգամ կրակել է ծառայողական զենքից։ Իրավապահների տվյալներով միջադեպի պահին տարածքում այլ անձինք չեն եղել եւ առայժմ որևէ կասկածյալ չի հայտնաբերվել։ Վնասվածքներ չեն արձանագրվել։ Միջադեպի հետևանքով առավոտյան ժամերին օդանավակայան ուղևորվող վարորդները բախվել են զգալի երթևեկային խցանումների։ Սպիտակ տան աշխատակազմի 68-ամյա ղեկավար Սյուզան Ուայլսը, որը հայտնի է Սառցե տիկին մականվամբ, իր տված հարցազրույցում Թրամփին անվանել է ալկոհոլիկ։ Ուայլսի խոսքով ալկոհոլիզմին բնորոշ են էգոիզմը եւ սեփական հնարավորությունների չափազանցված ընկալումը։ Նրա գնահատմամբ, թեև Թրամփը ալկոհոլ չի օգտագործում, սակայն ունի ալկոհոլիկի անհատականություն եւ նա գործում է այնպես, կարծես ոչինչ չի կարող իրեն կանգնեցնել։ Նա քննադատել է նաև փոխնախագահ Ջեյդի Վենսին, նրան մեղադրելով դավադրության տեսություններին հավատալու մեջ։ Իսկ Սպիտակ տան վարչական բյուջետային կառավարման ղեկավարին նա բնութագրել է որպես ծայրահեղ աջակողմյան բացարձակ ֆանատիկ։ Խոսելով Մասկի սոցիալական ցանցերում գիշերային հրապարակումների մասին, որոնցում հիշատակվում են Հիտլերը, Ստալինը, Ուայլսը, ենթադրել է, որ այդ պահին միլիարդատերը կարող է զբաղված լինել միկրոդոզինգով, հիշեցնելով Մասկի կետամին օգտագործելու վերաբերյալ նախկին խոստովանությունը։ Հոդվածի հրապարակումից հետո Սառցե տիկինը հանդես է եկել հերքումով, նյութը բնութագրելով որպես կեղծավոր հարձակում եւ մեղադրելով լրագրողներին իր խոսքերը համատեքստից կտրված ներկայացնելու մեջ։ Ֆորդը հայտարարել է, որ գալիք տարում սպասում է մոտ 19.5 միլիարդ դոլարի կորստի եւ պատրաստվում է դադարեցնել մի շարք էլեկտրական ավտոմեքենաների արտադրությունը։ Սա ավտոարդյունաբերության էլեկտրական մոդելներից նահանջի ամենախոշոր քայլերից մեկն է, որը պայմանավորված է Թրամփի վարչակազմի քաղաքականությամբ եւ էլեկտրամեքենաների պահանջարկի նվազումով։ Ընկերությունը կդադարեցնի F150 Lightning-ի ամբողջությամբ էլեկտրական տարբերակի արտադրությունը, անցնելով հիբրիդային մոդելներին։ Ֆորդը նաև հրաժարվում է հաջորդ սերնդի էլեկտրական բեռնատարից եւ էլեկտրական կոմերցիոն մեքենաների ծրագրերից։ Փոխարենը ընկերությունը կկենտրոնանա բենզինով եւ հիբրիդային մոդելների վրա։ Թեև մոտ ապագայում Թենեսիի մարտկոցների համատեղ գործարանում կրճատումներ են սպասվում, այնուամենայնիվ ընկերությունը նախատեսում է հետագայում աշխատանքի ընդունել հազարավոր նոր աշխատակիցների։ Կալիֆոռնիայում փոխվել է կոնգրեսի ընտրատարածքների քարտեզը։ Նոր քարտեզը այնպես է կազմվել, որ առաջիկա ընտրություններին դեմոկրատները կարողանան ստանալ մինչև 5 լրացուցիչ մանդատ։ Այս փաստաթուղթը վիճահարույց է դարձել եւ այժմ հարցը տեղափոխվել է դատարան։ Դաշնային դատավորները պետք է որոշեն, կարելի է այդ նոր քարտեզը կիրառել արդեն առաջիկա ընտրություններում, թե այն ժամանակավորապես պետք է արգելվի։ Որոշումը պետք է կայացվի մինչև դեկտեմբերի 19-ը, քանի որ հենց այդ օրն է սկսվում 2026 թվականի ընտրությունների նախապատրաստական փուլը։ Սա Թրամփի վարչակազմի եւ Կալիֆոռնիայի նահանգապետ Նյուսոմի միջև քաղաքական վիճաբանության հերթական քայլ է։ Նշեմ, որ առաջիկա դատական այս որոշումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ 2026 թվականի ընտրությունների եւ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի վերահսկողության վրա։ Հարավային Կալիֆոռնիան այս շաբաթ վայելում է արևոտ եղանակ եւ տարվա համար անսովոր բարձր ջերմաստիճան, սակայն մասնագետները զգուշացնում են, որ տոնական օրերին փոփոխություններ են սպասվում։ Թեև ծովափնյա որոշ հատվածներում առավոտյան մառախուղ կա, ներքին շրջաններում ջերմաստիճանը միջինից բարձր է։ Առաջիկա օրերին սպասվում է եւս մի փոքր տաքացում։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով հանգստյան օրերին ջերմաստիճանը կիջնի մինչև 21-ից 24 աստիճան Ցելսիուս։ Երկարաժամկետ կանխատեսմամբ դեկտեմբերի 22-ից Խաղաղ օվկիանոսից եկող փոթորկային համակարգը կարող է հասնել տարածաշրջան։ Լեռնային հատվածներում հնարավոր ձյան տեսքով տեղումները կարող են բարդացնել տոնական ճանապարհորդությունները, սակայն մասնագետները նշում են, որ առատ ձյուն չի սպասվում, քանի որ ջերմաստիճանը կմնա չափազանց բարձր։ Սան Ֆերնանդո հովտի Վինետկա թաղամասում ոստիկանները կրակ են բացել մի տղամարդու ուղղությամբ, ով ներխուժել էր տեղի բնակիչներից մեկի բնակարանը։
Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ահազանգը ստացվել է գիշերվա մոտ ժամը 2-ից հետո։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները կասկածյալին հրամայել են վայր դնել մետաղյա խողովակը, սակայն նա չի ենթարկվել։ Կիրառված էլեկտրաշոկային սարքը արդյունք չի տվել եւ ձերբակալման փորձի ընթացքում ոստիկանները կրակ են բացել։ Տղամարդը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Բնակարանի բնակիչը ստացել է թեթև վնասվածքներ, բուժօգնություն է ստացել եւ դուրս է գրվել։ Ոստիկաններից տուժածներ չկան։ Լոս Անջելեսի շրջանի Լեյքվուդ քաղաքում բնակվող կինը որոնում է իր կատվին, փայփերին։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Ամազոնի առաքիչը կենդանուն վերցնում եւ հեռանում։ Տեսագրությունում երևում է, որ Ամազոնի համազգեստով առաքիչը փաթեթը դնում է տան մուտքի մոտ, նկատում կատվին, մի քանի անգամ փորձում է վերցնել նրան, ապա բռնում է պարանոցի հատվածից եւ հեռանում։ Կատվի տիրուհու խոսքով նա կապ է հաստատել Ամազոնի եւ ոստիկանության հետ։ Ըստ Facebook-ում հրապարակված գրառման, ընկերությունը նույնականացրել է առաքչին, սակայն առայժմ չի հաջողվել նրա հետ կապ հաստատել։ Մենք պարզապես ուզում ենք, որ փայփերը ապահով վերադարձվի տուն, ասել է տերը։ Կատվի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են կապ հաստատել ընտանիքի հետ եւ տարածել տեսանյութը։ Լոս Անջելեսը կրկին ընդգրկվել է աշխարհի ամենախցանված քաղաքների տասնյակում։ INRIX ընկերության 2025 թվականի Global Traffic Scorecard զեկույցի համաձայն քաղաքը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Ուսումնասիրության տվյալներով Լոս Անջելեսի վարորդները տարեկան միջինում 87 ժամ են կորցնում խցանումների պատճառով, ինչը եթե համեմատական տանենք, կստացվի սպասել մեքենայի կամ դանդաղ ընթացող երթևեկության մեջ ավելի քան 3 օր։ INRIX-ը նշում է, որ խցանումները ոչ միայն ժամանակ են խլում, այլև ավելացնում են վառելիքի ծախսերը եւ զգալի տնտեսական ազդեցություն ունեն։ Միաժամանակ զեկույցը ցույց է տալիս փոքր բարելավում։ 2024-ին Լոս Անջելեսը 8-րդ տեղում էր 88 ժամ կորցրած ժամանակով, իսկ այս տարի խցանումները նվազել են մոտ 1%-ով։ Սան Ֆրանցիսկոյում վթարի է ենթարկվել հայտնի զբոսաշրջային կանատային տրամվայը։ Վագոնը անսպասելի կանգ է առել, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքի վայրից հրապարակված կադրերում երևում են կոտրված ապակիներ, շտապօգնության մեքենաներ եւ մեծ թվով քաղաքացիներ։ Այս պահի դրությամբ դեռևս պարզ չէ, թե ինչն է եղել տրամվայի կտրուկ կանգի պատճառը։ Կանատային տրամվայը երթևեկում է Սան Ֆրանցիսկոյի կենտրոնական փողոցներով եւ աշխատում է ռելսերի միջև անցկացված հատուկ պողպատե ճոպանների միջոցով։ Միջադեպի հանգամանքները պարզելու համար քննությունը շարունակվում է։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է նոր պետական կայքի գործարկման մասին, որը կհետևի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այսպես կոչված քրեական համախոհներին։ Նահանգապետի գրասենյակի փոխանցմամբ նոր կայքը ներկայացնում է այն անձանց քրեական անցյալը, կոռուպցիոն գործերը եւ ծայրահեղական կապերը, որոնց Թրամփը առաջադրում է պաշտոնների, պաշտպանում է, ներում է կամ որոնցով իրեն շրջապատում է։ Մինչ հանցագործությունների մակարդակը կրկին նվազում է, Կալիֆոռնիան ցույց է տալիս, թե ինչ տեսք ունի իրական հանրային անվտանգության առաջնորդությունը, հայտարարել է Նյուսոմը։ Իսկ Վաշինգտոնում Թրամփը դատապարտված հանցագործ է, որը իրեն շրջապատում է խաբեբաներով եւ թմրանյութերի ապօրինի վաճառքով զբաղվողներով։ Մենք հանրությանը տրամադրում ենք մեկ միասնական աղբյուր, որպեսզի կալիֆոռնիացիները եւ բոլոր ամերիկացիները տեսնեն, ում է նա առաջ մղում եւ ում է պաշտպանում։ Նոր կայքը Նյուսոմի կողմից Թրամփի դեմ տարվող ագրեսիվ թվային քարոզարշավի հերթական քայլն է եւ ըստ նահանգապետի թիմի արտացոլում է նախագահի կողմից սոցիալական ցանցերում կիրառվող հարձակվողական ոճը։ Թրամփն այս շաբաթ հնարավոր է ստորագրի գործադիր հրաման, որը կարագացնի կանաբիսի վերադասակարգման գործընթացը եւ առաջին անգամ դաշնային մակարդակով կճանաչի դրա բժշկական կիրառությունը։ Ներկայումս կանաբիսը դասակարգված է նույն խիստ խմբում, ինչ հերոինը եւ LSD-ն։ Այն առաջին դասակարգից երրորդ դասակարգ տեղափոխելը կնվազեցնի կարգավորիչ սահմանափակումները եւ հնարավորություն կտա ԱՄՆ սննդի եւ դեղերի վարչությանը իրականացնել լայնածավալ բժշկական հետազոտություններ։ Սա կարող է ընդլայնել կանաբիսի կիրառությունը բժշկական նպատակներով, հատկապես տարեցների, վետերանների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար։ Թրամփի խոսքով վերադասակարգումը անհրաժեշտ է գիտական ուսումնասիրությունները հնարավոր դարձնելու համար։ Ակնկալվում է ավարտին հասցնել արդեն ավելի քան 1 տարի շարունակվող վերադասակարգման պաշտոնական գործընթացը։
ԱՄՆ-ի աշխատաշուկան վերջին ամիսներին հայտնվել է զգայուն եւ անկայուն փուլում, ինչի վրա մեծ ազդեցություն է ունեցել շաթդաունը եւ տնտեսության ընդհանուր դանդաղումը։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ աշնանը աշխատատեղերի կորստի եւ վերականգնման միջև նկատվել են կտրուկ տատանումներ։ Թվերը վկայում են, որ աշխատաշուկայում դեռ չի վերադարձել կայուն աճի փուլը։ Եկեք միասին նայենք, թե ինչ են ասում թվերը։ Սկսենք հոկտեմբերից։ Այդ ամիս ԱՄՆ տնտեսությունը կորցրել է շուրջ 105,000 աշխատատեղ։ Սա աշխատաշուկայի համար զգալի հարված էր եւ մեծապես կապված էր դաշտային կառավարության աշխատանքի դադարեցման հետ։ Նոյեմբերին արդեն գրանցվել է որոշ չափով վերականգնում։ Տնտեսությունում ավելացել է 64,000 նոր աշխատատեղ, ինչը ավելի բարձր է եղել, քան տնտեսագետների սպասած մոտ 40,000-ը։ Սակայն այս աճը դեռ ամբողջությամբ չի փոխհատուցել նախորդ ամսվա կորուստները։ Միաժամանակ շարունակել է աճել գործազրկության մակարդակը։ Նոյեմբերին այն հասել է 4,6%-ի, ինչը վերջին 4 տարվա ամենաբարձր ցուցանիշն է։ Սա ցույց է տալիս, որ աշխատաշուկայի վիճակը շարունակում է մնալ խոցելի։ Ինֆոգրաֆիկայում տեսնում եք նաև նախորդ ամիսների տվյալների վերանայումները։ Օգոստոսի աշխատատեղերի կորուստը սկզբում հաշվարկվել էր 4,000, սակայն հետագայում վերանայվել էր մինչև 26,000 աշխատատեղի։ Սեպտեմբերին ևս թվերը նվազել են, նախկինում հայտարարված 119,000 նոր աշխատատեղերը փոխվել են 108,000-ի։ Առանձին կարևոր գիծ է դաշնային պետական հատվածը։ Հոկտեմբերին դաշնային աշխատատեղերի թիվը նվազել է 162,000-ով, իսկ նոյեմբերին ևս 6,000-ով։ Սա ուղիղ հետևանք է 43-օրյա դաշնային կառավարության փակման։ Նույն ինքը շաթդաունի, որի ազդեցությունը դեռ ամբողջությամբ չեն արտացոլվել վիճակագրության մեջ։ Վերջում անդրադառնանք մասնավոր հատվածին։ ADP-ի տվյալներով հոկտեմբերին մասնավոր ընկերությունները ավելացրել էին 67,000 աշխատատեղ, սակայն նոյեմբերին արդեն կորցրել են մոտ 32,000։ Սա ցույց է տալիս, որ աշխատաշուկայի թուլացումը վերաբերում է ոչ միայն պետական, այլև մասնավոր հատվածին։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի աշխատաշուկան գտնվում է անցումային փուլում։ Չնայած որոշ վերականգնումների նշաններին, գործազրկության աճը, պետական փակման հետևանքները եւ մասնավոր հատվածում նկատվող կրճատումները վկայում են, որ տնտեսության կայունացման համար դեռ ժամանակ է անհրաժեշտ։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ ԱՄՆ Մեյն նահանգի Sunday River լեռնադահուկային հանգստավայրում հարյուրավոր դահուկորդներ սահել են ձմեռ պապի եւ Միսիս Քլաուսի հանդերձանքով։ Այս տեսարանը արդեն դարձել է ամենամյա ավանդույթ։ Santa Sunday անունը կրող միջոցառումը կազմակերպվում է բարեգործական նպատակով։ Միջոցառման ընթացքում հավաքված միջոցները փոխանցվում են River Fund Maine հիմնադրամին, որը աջակցում է երիտասարդների կրթական եւ հանգստի ծրագրերին։ Նյու Յորքի մետրոյում նոր բռնության դեպք է գրանցվել։ Բրոնքսում շարժվող գնացքում անհայտ անձը հարձակվել է կնոջ վրա։ Ականատեսների խոսքով միջադեպը սկսվել է նստատեղի շուրջ առաջացած վիճաբանությունից։ Կինը խնդրել է մեկ այլ ուղևորի մի փոքր տեղ ազատել, սակայն վերջինս նյարդայնացել է եւ մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին։ Տուժած կինը ստացել է ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել է հիվանդանոց ուղեղի ցնցումով։ Կասկածյալը դեպքի վայրից փախել է։ Նյու Յորքի կենթանաբանական այգում երկու երիտասարդ արջեր իրենց համար հենց վանդակում իսկական զվարճանք են կազմակերպել։ Նրանք գետնին ընկած մի ճյուղ են գտել եւ այն վերածել ինքնաշեն ճոճանակի։ Մի պահ անգամ էգ արջը սկսում է ցատկել խաղընկերոջը օդ բարձրացնելով։ Տեսարանը այնքան զվարճալի է ստացվել, որ կենթանաբանական այգու վարչակազմը ստիպված է եղել հատուկ նշել տեսանյութը իրական է եւ ստեղծված չէ արհեստական բանականության միջոցով։ Կենթանաբանական այգու ներկայացուցիչների խոսքով նման վարքագիծը լիովին բնական է։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Հուսամ հավանեցիք հաղորդումը։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները եւ ոգեշնչվում դրանցից։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։